Star News-ը շարունակում է մեկ քոլովակում ամփոփ ներկայացնել աստղային օրը, ինչպես նաև այն կարևոր իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել այսօր։ Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը վաղ առավոտյան սոցիալական հարթակներում հայտնեց, որ որդիների հետ մեկնել է հանգստի։ Նրանք Ամստերդամում են։ Բարի լույսը Ամստերդամից հրապարակմանը կից գրել էր դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, իսկ մենք ներկայացնում ենք տեսանյութը։ Դերասանուհի և բլոգեր Լիանա Վանոյանը կրկին քննարկումների, քննադատությունների կիզակետում է հայտնվել։ Դերասանուհուն այս անգամ էլ վիրավորել են ու քննադատել լուռ լինելու համար։ Առաջարկում ենք լսել դերասանուհու պատասխանը նմանօրինակ մեկնաբանություններին։ Իմ շատ սիրելի հետևորդներ, որոշակի խումբ ես հասկանում եմ, որ ուղղորդված եկել է իմ մեջ ու ինչ-որ տարօրինակ նամակներ ա գրում ինձ, գրում են մեծամասամբ, դե խոսա մի քանի օր առաջ լավ տելևելում էր, ընկճված այս չայս խոսում։ Լավ ես չեմ տելևելում, ես միշտ եմ խոսում։ Իմ կարծիքով ուղղակի չի փոխվել, երեխեք ջան, տեսեք։ Դուք քանի որ շատ փոփոխական տեսակ եք ամեն օր տենց փոփոխվում եք։ Ես չեմ փոխում իմ կարծիքը, ես իմ կարծիքը տարիներ շարունակ հայտնել եմ, եւ հիմա էլ ոչինչ չի փոխվել։ Իսկ ինչ եմ լուռ, որովհետև եթե պիտի նույնը կրկնեմ, կարծում եմ, որ կարիք չկա ամեն անգամ մտնել ու նույնը խոսել։ Ես խոսել եմ, ես ձեզ թվում է, որ ձեր այդ ուղղորդված մաղձառը եկել եք, ես է պիտի ընկճվեմ, լացեմ, հավատացեք, ես այդքան առողջություն, ներվեր, հավես, ցանկություն չունեմ, շնորհակալ եմ։ Ես երբեք չեմ ունեցել այդ ջայլամի մտածողությունը, գլուխս ավազի մեջ թաղեմ մինչև անցնի վտանգը, ես միշտ խոսել եմ, շատ կարևոր բաներին խոսել եմ եւ կշարունակեմ, որովհետեւ ձեր նմանատիպ նամակները, որոնք ուղղորդված են հենց իմ կամ իմ անձի նկատմամբ, հավատացեք, զրո են, երբ որ խոսքը գնում է երկրի անվտանգության, ուժեղ երկրում ապրելու, արժանապատիվ կյանքով ապրելու հետ, զրո է անում է, հիմա ձեր համար ես ինչ տեսակի մարդ եմ կամ դուք ոնց եք ինձ տեսնում, իրականում ընդհանրապես հետաքրքիր չի, որովհետև տարիների ընթացքում ես քանի տարի է, ինչ որ տարօրինակ բաներ են գրում, տարօրինակ մարդկանց հետ են կապում անես, հիմա որ պետք է նեղվեի, վաղուց պետքա նեղվեի։ Ես վաղուց սովորել եմ, իմունիտետ ունեմ, իմ կյանքում ոչինչ չի փոխվել, ես ունեմ իմ տեսլականը, իմ կարծիքը, որը չի փոխվում։ Ես բոլորիդ խաղաղություն եմ մաղթում, սեր, համերաշխություն, վաղ թե ուշ այս հարցը լուծվելու է, վաղ թե ուշ։ Եվ այսպես խոսքով ասեմ, բոլոր կանայք ցավոք սրտի, որտեղ մեծամասնություն են կանայք են, որոնք կախվել են իմ արտաքինից, ախր կախվելու բան էլ չկա, այն ժամանակ դեռ որոշակի ձեր ասած չհեռացված կաշի կար, բավականին այսպես փամփլիկ էի, կարող էիք կախվել եւ այդպես բուրըն քննարկվում է իմ արտաքին փոփոխությունը, ես բոլորիդ ցանկանում եմ նույնքան աշխատասիրություն, նույնքան նպատակասլացություն, նույնքան ֆինանսական ապահովություն, որ դուք կարողանաք առանց նախանձի, առանց մաղձի, կարողանալ փոփոխել, դեպի լավը տանել այն ամենը, որը ձեզ խանգարում է։ Ցավոք սրտի, ուզում եմ ձեզ մի փոքր հիասթափեցնել ու ասել, որ իմ կյանքում յուրաքանչյուր փոփոխություն եղել է իմ ազնիվ, արդար աշխատանքի շնորհիվ, սիրելիներս։ Հանգիստ եղեք։ Իսկ իմ սիրելի հետևորդներ ջան, իմ համախոհներ, մեզ բոլորից անվանում են ծախվածներ։ Ոչ չգիտեմ ում ենք ծախել։ Վայրվածներ, ծախվածներ, ստրուկներ։ Ես ձեզ լավ օր եմ մաղթում, ժպիտներ։ Մի ձեր ուժերը հավաքեք, ձեզ թափտվեք ու առաջ նայեք, ամեն բան լավ է լինելու։ Քանի կյանքը կա, քանի ամեն օրվա բարի լույսը կա ու քանի Աստծո օրհնությամբ մեր կյանքը շարունակվում է, ուրեմն ամեն բան լավ է լինելու։ Նեղսրտել, հուսահատվել, հուսալքվել եւ նմանատիպ պեսիմիստական մտքեր թող ձեզ չպարուրեն, որովհետեւ ինչպես ասում էր հայկական ժողովրդական ասացվածքն, ճտերն աշնանն են հաշվում։ Ի վերջո։ Եվ թող այդ ճտերը աշնանը հաշվելու պարագայում մենք չունենանք կորուստներ, մենք չունենանք սարսափելի պատկերներ, ամենամեծ վտանգներ թող լինի ինձ ծախված անվանելը։ Շնորհակալ եմ։
Երգչուհի և դերասանուհի Մերի Քոչարյանը նշում էր ծննդյան 23-րդ տարեդարձը։ Այդ առիթով Մերի Քոչարյանը հրապարակել էր նոր, գեղեցիկ ու կանացի ֆոտոշարք։ Դրան հաջորդել են նաև կադրեր, որտեղ դերասանուհին ցույց է տալիս, թե ինչպես է փչում իր տոնական տորթի մոմերը։ Առաջարկում ենք դիտել դա։ Գարիկն ու Սոնան կրկին մեկնել են շրջագայության։ Գարիկ Պապոյանն իր սոցիալական էջերում նոր տեսանյութ է հրապարակել ու հումորային կադրերով կիսվել իր երկրպագուների հետ։ Star News-ն առանձնացրել է դրանք, ուստի առաջարկում ենք լսել։ Ora sağ լարերը փոխում ես դավո։ Լուրջ կարող է չանես ամեն դեպքում։ Սենց լավ չի։ Ինձ թողեք անեմ։ Հələ mən սենց աղալայ։ Այ ապե շատ է։ Պարուհի և դերասանուհի Մանո Գրիգորյանը ևս շարունակում է ակտիվություն ցուցաբերել սոցիալական հարթակներում։ Նա կիսվել է իր մտքերով։ Առաջարկում ենք լսել։ Վեճի ժամանակ առաջի քայլը պետք է անի տղամարդը, թե կինը։ Ասեմ, որ տղամարդը եւ բացատրեմ ինչու, որովհետեւ տղամարդը ոչ միայն գլուխն է անունով, այլ առաջին հերթին գլուխը դա պատասխանատվություն կրող անձնավորությունն է, այսինքն հոգևոր առումով տղամարդը պատասխանատվություն է կրում Աստծո առաջ, թե ինչ է կատարվում իր ընտանիքում, իր կնոջ հետ, իր կնոջ տխրության համար, լռության համար, երջանկության համար, խաղաղության համար, եւ հենց դրա համար է տղամարդը առաջինն է, առաջնորդը, եւ ինչ հետևություն պետք է տեղից անենք, որ տղամարդը պետք է առաջինը գա խոսի, տղամարդը առաջինը պետք է հասկանա որտեղից է եկել խնդիրը եւ տղամարդը առաջինը պետք է բերի խաղաղություն։ Տղամարդը առաջնորդ է ոչ թե իր իշխանությամբ, այլ պատասխանատվությամբ։ Եվ ամենակարևորը ուժեղը նա չէ, ով ճիշտ է, այլ նա է, ով կարողանում է պահել իր։ Մանո, որն է կնոջ առաքինությունը։ Կնոջ առաքինությունը ոչ միայն տղամարդուն սեր տալն է, նրա մասին հոգ տանելն է, այլ խնամելը, այլ նաև առաջին հերթին կարողանալ արթնացնել տղամարդու մեջի իրական ուժը եւ փոխակերպել այն փոքրիկ տղային, որը յուրաքանչյուր տղամարդու մեջ ապրում է։ Կնոջ առաքինությունը ամենակարևորագույնը կարողանալ հավատալ իր տղամարդուն եւ ներշնչել, որ նա կարող է, այսինքն դնել նպատակ, տալ ուղղություն եւ հավատալ, որ դու կարող ես։ Ավելի կոնկրետ, կինը ես ուզում եմ, տղամարդը ես կարող եմ։ Շատ պարզ։